Քամբա գետում Դսեղի հատվածում այսօր հայտնաբերվել է 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու դին։ Սևանի ջրասուզակներին ու փրկարար ծառայության աշխատակիցներին ի վերջո հաջողվել է հայտնաբերել հունիսի 27-ին ավտովթարի հետևանքով գետն ընկած եւ ջրահեղձ եղած Վանաձորի 36-ամյա բնակիչ Տիգրան Կարապետյանի մարմինը։ Որոնողական աշխատանքները նախորդ օրերին չեն դադարել եւ իրականացվել են վտանգավոր պայմաններում գետի ամբողջ երկայնքով, երբ որոշ հատվածներում ջրի խորությունը հասնում է մինչեւ 3 մետրի։ Քիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է դիմորդների ու նրանց ծնողների դժգոհությունը։ 2026 թվականի հունիսի 26-ին անցկացված քիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է դժգոհություն հունվար-փետրվարյան տարբերակից ավելի բարդ եւ գերբեռնված լինելու պատճառով։ Մասնագետների դիտարկմամբ հունիսյան թեստում մեծացել է բազմաքայլ հաշվարկների եւ մի քանի թեմա միաժամանակ պահանջող առաջադրանքների տեսակարար կշիռը, ինչը հանգեցրել է ժամանակի սղության եւ հավասար մրցակցային պայմանների խախտման։ Ըստ այդմ, այն անդրադարձել է արդյունքների օբյեկտիվության վրա։ Դիմորդները դիմել են վարչապետին եւ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարություն, պահանջելով մասնագիտական եւ վիճակագրական համեմատական վերլուծություն, ինչպես նաեւ հնարավոր լրացուցիչ քննարկումի վերաբերյալ քննարկում։ Ամբերտ ամրոց պատմամշակութային արգելոցում ընթացող մաքրման եւ վերականգնման աշխատանքների ժամանակ ներքին աշտարակավոր պատի մոտ հայտնաբերվել են մարդկային կմախք եւ միջնադարյան գտածոներ։ Մարդկային կմախքի ոսկորների շուրջ 90%-ը պահպանված է։ Ատամնաշարի ուսումնասիրությամբ ենթադրվում է, որ այն պատկանել է երիտասարդ մարդու։ Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են նաեւ միջնադարում կիրառվող շաշկիի նմանվող տամա խաղի մասունքներ եւ բացառիկ արժեքներ կայացնող մետաղադրամ, թամար-թաքու պատկերով։ Տարածքում պեղումներն ու մաքրման աշխատանքները շարունակվում են, խոստանալով բացահայտել ամրոցի պատմության նորանոր մանրամասներ։ Արարատի մարզում Երևան-Երասխ ավտոճանապարհին Սուրենավան գյուղի վարչատարածքում Nissan Rogue ավտոմեքենա է այրվել։ Այսօր ժամը 4:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ մեքենա է այրվում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարները մարել են կրակը եւ մեքենայի սրահում հայտնաբերել 4 քաղաքացիների կիսամոխրացած մարմիններ։ Ավելի ուշ պարզվել է, որ զոհվածները մարտական ընկերներ են, արցախյան պատերազմների մասնակիցներ ու երկրապահ կամավորական միության անդամներ։ Նրանք գիշերով ուղևորվելիս են եղել ընկերներին դիրքերում տեսնելու համար։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։